Ոնց ես, լավ ես։ Դու որտեղ էիր ապրում։ Գրախոտ։ Հա, չէ լավ։ Դու Давайте. Здравствуйте, я из России. Мне Очень приятно приятно. вас видеть. Спасибо большое. А можно сфотографировать? Давайте. С вами? Спасибо. А можно кто-нибудь нас сфотографировать? Давай. Спасибо большое. Надо ваши сделать знак фирменный. Спасибо большое. Я вас очень поддерживаю, очень вообще. Спасибо. Я в России тоже политикой занималась. Но пришлось уехать, потому что я выступала за мир в России. Хорошо. Вот, да. Բարև ձեզ։ Լավ եք։ Դու արդեն նկարվել ես։ Նա մեգաֆոն տվեք։ Մինչև Ոնց եք երեխեք։ Մենք այսօր ագին քայլել ենք։ Ամենքի կողոջին քայլել Դուք մինչև մեզ գտնեք։ Մեզ կարաք ես քարտեզներից տալ։ Հա, իհարկե, եղբայր։ Գիտեք եկեք ինչ անենք, ստեղ մի հատ որտեղ տեղ կա, մի հատ նստենք մի 10 րոպե։ Հա? Նստելու տեղ, որտեղ կա երեխեք։ Ահա։ Ստեղ մեր պիկապը ուրա, կարծում եմ ճիշտ է մեր պիկապը գա այնտեղ կանգնի։ Այնտեղ թող գնա կանգնի, որ սենց դինամիկները շենքերի վրա։ Դեմքով դեպի են կողմ։ Խնդրեմ, բուկլետել։ Էդ ինչ ջարդեցինք։ Հա, եղբայր։ Զգուշ չբաց չթողես լա։ Արի բոճոր ջան, արի բոճորիկ ջան, արի բոճորիկ ջան։ Հա, մռութիկ, ինչ ես նայում։ Դե ընդ նայ։ Շնորհակալություն։ Մերսի։ Վերցրեք։ Շնորհակալ։ Թրծնենք։ Խաղաղության համար, այո։ Թրծնենք։ Խաղաղության համար։ Ահա։ Իրոպե քարտեզ եղբայր քեզ։ Եթե կարա մի հատ պարոն Փաշյան։ Իհարկե կարելի է եղբայր։ Բարև ձեզ։ Ուրախ ենք որ ստեղ եք։ Նման հատ բարև ձեզ։ Քարտեզ բուկլետ։ Քարտեզ բուկլետ։ Բաց կապելիտիցկա, ունեք ստեջվել։ Լեոն ստեղ է, բա երեխեն հա էս եկա Լեո ջան, լավ է։ Բարև։ Լավ եղբայր, դու ոնց ես։ Հա, խառնվել եմ իրար, տարբեր կողմերից խոսում եք, սպասեք։ Ձեզ պետք է Հա, ձեզ տվեցի, բայց, ձեզ տվեցի։ Բարև։ Լեո ջան, մի հատ էլ քույրիկ։ Հաջան։ 90 շեմին հասած մարդ Չի զգացվում ձեզնից։ Հայաստանի թագավոր։ Ես ասում եմ թագավոր դուք եք, ես ընդհանուր Չէ, վարչապետ եմ։ դու մեր ամենաթանկ, ամենահարազատ մարդն եք, ձեր արածը դարերով պետք է պատմության մեջ գրվի, դարերով պետք է հիշվի մերն եմ արևի։ Շնորհակալ եմ։ Ես շատ գոհ եմ ձեր ամեն գործի համար։
մի բանից եմ դժգոհ։ Մինչև հիմա այդ քոչողլին ինչի բանտում։ Էլի են ասել ինձ, էդ են ասում բոլոր տեղերում։ Ինչ իրավունք ունի, եթե դուրս գա մեր ներվերը Որ քայքայ։ ճիշտ ասեմ, ես էլ եմ այդ մտածում, բայց դե դա իրավական համակարգ։ Մերն եմ արևի։ Դե Մի ուշացրու, դրանք իրավունք չունեն, եթե դուրս գան։ Բուկլետ բաժանել։ Դե ժողովրդավարությունը տենց թերություններ էլ ունի։ Աջան։ Հա, եղբայր։ Լավ կրում, չէ։ Շատ։ Մարդկանց օգնեն գործնան։ Հələ մի րոպե, հիմա մեր երկրի վիճակը վատ է։ Դե ասեմ, նայես դիքը մարդ անտերը դուրս ընկածում օգնեն էլի մարդկանց։ Հիմա դրա համար մենք ինչ ենք, տեսեք, 2018 թվականից Հայաստանում 280,000 աշխատատեղ է բացվել։ Նախ թոշակներն են ավելացել, առողջության ապահովագրությունը, այդ մարդիկ ովքեր աշխատանք գտնելու դժվարություն ունեն, հիմնականում այդ խնդիրները կապված են իրենց մասնագիտական որակավորումների հետ։ Եվ մենք նաև ծրագրեր ենք անում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց մասնագիտական որակավորումը ավելացնել։ Դուք ինչ կրթություն ունեք։ Ինչ միշտնակը ոչ Դե այ եղբայր, հիմա մեզ պետք է որ ձեզ աջակցենք, որ դուք մի մասնագիտություն ստանաք, որը աշխատանքի շուկայում պահանջարկ ունի եւ նորմալ աշխատավարձ ունի։ Հիմա որ վերապատրաստման ծրագիրների դուք փորձել եք, դիմել եք մասնակցել։ Բա օրինակ աշխատանք ունեք հիմա դուք։ Հիմա տենց բաքսի մաքսիմ սարքում։ Դե էլ վատ աշխատանք չի ասեմ ձեզ։ Բանա, բայց այդ ձեռետ դնում է։ Բայց ես գիտեք ինչ, ես ձեզ խորհուրդ կտամ զուգահեռ ժամանակ գտնեք ձեր որակավորումը բարձրացնելու վրա աշխատեք, որտեղ դա շատ կարևոր է։ Ես էլ վարչապետ լինելով գնացել եմ կառավարման ակադեմիայում սովորել եմ։ Կուրսեր եմ անցել։ Վայ, Անցնենք մենք աշկան ձախ թող։ կներեք։ Ներողություն ենք խնդրում, չգիտեինք որ ներողություն ենք խնդրում։ Մի հատ թխված տվեք երեխեքին, ես վերցրեք էլի։ Թխված տվեք երեխեք վերցրեք։ Աջան։ Հա, երեխեք։ Պիկապը, ուրա պիկապը։ Պիկապը հիմա հենց դիմաց շա։ Դե միացրեք էլի, միացրեք։ Ինչ։ Երեխեք։ Շատ եք տարբեր կողմից բաներ ասում, չեմ հասցնում ռեակցիա տամ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էսա բոլորիդ է կտանք ժողովուրդ ջան, բոլորիդ է կտանք։ Էս թաղամասի անունն է Եռանկյունի։ Եռանկյունին ո՞րն է։ Հա։ Ես էլ եմ ստե ապրել եմ։ Շենգավիթ վարչական շրջանի, այսինքն թաղի անունը կոնկրետ ո՞նց ասեմ հիմա։ Լավ չի ինչ-որ։ Տենց էլ ասեմ։ Դուք էստեղ եք ապրում։ Տենց էլ ասեմ նորմալ է։ Վերին Շենգավիթի հարգելի բնակիչներ եւ սիրելի աջակիցներ, կուսակիցներ, պատշգամբներից մեզ եւ պատուհաններից մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, ողջունում ենք բոլորիդ եւ շատ ուրախ եմ ձեզ կրկին տեսնելու համար։ Իհարկե ես իմ կյանքի ահագի երկար ժամանակ ճիշտ է մի մասը ընդհատակում է այդ ընթացքում, մի մասը բանտում, բայց ստեղ եմ անցկացրել եւ շատ այս ճանապարհներով շատ եմ գնացել եկել եւ շատ ուրախ եմ կրկին վերադառնալու համար։ Եվ հիմա գիտեք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն է, իդեպ
ես մարզերում խոսալով էտել եմ ասում եմ մի թեմա կա, մենք այդ թեման էլ ենք անել, որովհետև այն թեման, որ ընտրությունից ընտրություն եք երևում, ընդհանրապես հիմա դուրս է եկել, որովհետև եթե ես հիմա հիշում եմ, թե քանի ինչ հաճախությամբ, ինչ հաճախականությամբ եմ մարզեր այցելում եւ այցելել, այդ թվում Երևան քաղաքում տարբեր տեղեր այցելում, մեր կապը ժողովրդի հետ անընդհատ է եւ դա շատ կարեւոր է, Սիրելի ժողովուրդ, մենք ինչ ուղերձով ենք եկել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, շատ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ այդ փոփոխությունները տեղի են ունեցել ձեր աչքի առաջ, շատ իրադարձություններ են եղել բարդ եւ խնդրահարույց եւ ողբերգական, բայց մեր ամենակարևոր ուղերձը հետեւյալն է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մենք եկանք եւ ձեզ ասացինք, որ ապագա կա եւ դուք մեզ հավատացիք եւ վստահեցիք, մենք այսօր եկել ենք ձեզ ասելու, արձանագրելու, որ այդ ապագան եկել է, այդ ապագան այսօր է եւ այդ ապագան հիմա է, ինչի առիթով ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ։ Ինչ կա այդ ապագայի մեջ, այդ ապագայի մեջ առաջին անգամ Հայաստանի պատմության ողջ ընթացքում միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան սպառողական զամբյուղը, ինչը նշանակում է, որ այսօր թոշակառու մեր հայրենակիցները, ես չեմ ասում, որ նրանք ճոխության մեջ են ապրում, բայց կարելի է ասել, որ թոշակը այսքան է, որ մի մարդը կարա ծայրը ծայրին հասցնի, այսինքն թոշակառուն իր թոշակով եւ անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարով կարող է ծայրը ծայրին հասնի։ Սա մեծ նվաճում է, ես չեմ համարում, որ սա մեծ նվաճում է մի առումով, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն կենսաթոշակը եղել է 16000 դրամ, նվազագույն պարենային զամբյուղից էականորեն ավել։ Եվ մենք միայն 2022 թվականին է, որ նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն 18 թվին թոշակը եղել այնքան, որ մարդը մի ամսվա մեջ նույնիսկ իրեն անհրաժեշտ կալորիաները, ապրելու համար անհրաժեշտ կալորիաները չէր կարող ձեռք բերել։ Եվ մենք 2022 թվին նախ առաջին այդ հարցն ենք լուծել, որ կենսաթոշակառուները իրենք թոշակով կարողանան նվազագույն հաց ու պանիր առնեն այդ ամիսը ձգելու համար։ Հիմա մենք նոր փուլի ենք հասել եւ արդեն միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր է։ Այսինքն նշանակում է, որ մարդը ոչ միայն սնունդ, այլև զուգահեռ կարող մի հատ էլ, չգիտեմ, իրան մի թեթև ինչ-որ հագուստ առնի եւ այլն, մի բաժակ առնի եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց սրան զուգահեռ ես շատ կարեւոր եմ համարում առողջության ապահովագրության համակարգը, որում ներառված է այս պայդրությամբ 1.700.000 մարդ եւ ամենամեծ շահառուների խումբը 65+ տարեկի թոշակառուներն են, ովքեր նրանցից տասնյակ հազարավորները այսօր առողջության ապահովագրության համակարգից օգտվում են։ Հաստատում եք ժողովուրդ, ովքեր կան հրապարակում, որ օգտվում են։ Բայց նաև շատ կարևոր է ասել, որ եղել են բազմաթիվ մարդիկ, թոշակառուներ, քրոնիկական հիվանդություններ ունեցողներ, ովքեր նախկինում ստիպված են եղել իրենց թոշակի մի զգալի մասը ծախսել դեղեր գնելու վրա։ Հիմա նրանք այդ դեղերի մի մասը, նրանք մի մեծ մաս այդ դեղերի մի մասը ձեռք է բերում, այսինքն վճարում է պետական բյուջեից եւ մարդիկ նախկին այդ 20,000, 30,000 դրամ որ տալիս էին տեղի, հիմա դա չեն տալիս տեղի։ Եվ դրացուցիչ 10 կլինի մեկի դեպքում, մյուսի դեպքում 20, մյուսի դեպքում 30, մնում է իրենց գրպաններում։ Եվ մենք այս դեպքերում ունենք բազմաթիվ դեպքեր, որ այս փաստերի համադրությունով իրական եկամուտը թոշակ ավելացել է ոչ թե 10, ոչ թե 20, այլ 30-40 ընդհանուր 50,000 դրամով։ Եվ սա ըստ էության սոցիալական մի յուրօրինակ հեղափոխություն է Հայաստանի պատմության մեջ։ Բայց եւ ես հետեւյալներ եմ ուզում ասեմ, իմիջիալոց, մենք առողջության ապահովագրության համակարգը ներդրել ենք ոչ միայն կենսաթոշակառուների համար 65+,
այլ նաև նրանց զավակների համար, որովհետև նրանք ովքեր տարիքով ծնող ունեն, մեկ այրանց մեջ լարվածություն կա որոշակի, որ եթե հանկարծ Աստված տանի, իմ ծնողը մի որևէ առողջական խնդիր ունեցավ, ես ինչ եմ անելու։ Մենք նաև այդ մարդկանց համար ենք ներդրել իրենց ծնողների առողջության ապահովությունը, որ եւ իրենց ծնողներին ասում ենք, որ իմացեք, որ Հայաստանի Հանրապետությունը ձեր հարազատ պետությունը ձեր կողքին կանգնած է։ Հիմա դուք զգում եք, որ ձեր պետությունը ձեր կողքին, իրոք զգում եք, սիրելի ներկաներ, շենգավիցիներ, զգում եք, որ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է, զգում եք, որ ձեր պետությունը, շատ ուրախ եմ ես դրա համար, բայց ես գիտեք կարող եմ այլ բաների մասին էլ խոսել, ես կարող եմ խոսել 2018 թվականից մինչև հիմա կառուցված ավելի քան 4500 կիլոմետր, մոտ 5000 կիլոմետր հիմնանորոգված ճանապարհներ, միջին նորոգված ճանապարհների մասին։ Ես կարող եմ խոսել Հյուսիս-Հարավ, Աշտարակ-Գյումրի հատվածի կառուցման մասին։ Ես կարող եմ խոսել 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի մասին։ Ես կարող եմ խոսել առողջապահական հիմնարկների կառուցման մասին։ Ես կարող եմ խոսել եկամտային վերադարձի միջոցով տասնյակ հազարավոր ընտանիքների մասին, ովքեր բնակարանի տեր են դարձել։ Ես կարող եմ խոսել ուսուցիչների ատեստավորման մասին եւ շատ դեպքերում ուսուցիչների աշխատավարձի կրկնապատկման եւ նրա մասին, որ այսօր Հայաստանում 700,000 դրամ ստացող ուսուցիչ կա, 700,000 դրամ ստացող զինվորական կա։ Ես կարող եմ խոսել գիտության ֆինանսավորման կրկնապատկման մասին։ 2017 թվականի համար 2025 թվականին Հայաստանում գիտության ֆինանսավորումը մոտ 2.8 անգամ աճել է, այսինքն կրկնակից համարյա 3 անգամ աճել է։ Գիտության ոլորտում աշխատավարձերը ընդհանուր մինչև 300 եւ ավել տոկոս, 300-350%-ով բարձրացել են։ Այդ ամեն ինչի մասին ես կարող եմ խոսել, բայց իմ ամենակարևոր ասելիքը վերաբերվում է ուրիշ բանի։ Իմ ամենակարևոր ասելիքը հետևյալն է, եւ ես ձեզ եկել եմ ասելու սիրելի ժողովուրդ, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է եւ հաստատվել է խաղաղություն եւ ես շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Բայց նաեւ հետեւյալը կա, որ շատերն են կասկածի տակ դնում խաղաղությունը, շատերն են կասկածի տակ դնում։ Նույնիսկ կան մարդիկ, ովքեր ասում են, չէ, խաղաղությունը էս չի։ Խաղաղությունը նախկինում Հայաստանում իշխանություն ունեցած մարդիկ կան, ասում են, չէ, մեր ժամանակ էր խաղաղություն։ Սա գիտեք ինչ, 2025 թվականը առաջին օրացուցարին տարին է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով մենք զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել։ 91 թվից առաջ տարին է, 91 թվից ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Եվ այդ մարդիկ ասում են, չէ, մենք կգանք եւ լավ խաղաղություն կհաստատենք։ Այս խաղաղությունը լավը չի։ Եվ նրանց հաստատած խաղաղությունը այն է, որ ամեն տարի 5, 6, 10, 20, 30, 40 ընդհանուր զինվորներ զոհվեն, եւ այդ զինվորները 99% հավանականությամբ իրանցից որևէ մեկի ընտանիքի անդամները չեն, որովհետեւ նրանց գերդաստանները սահմանին ոչ մի անգամ նկարվելու համար անհրաժեշտից ավելի ժամանակով 5 վայրկյան ավել, նրանցից որևէ մեկը չի եղել եւ դուք բոլորդ գիտեք դրա մասին։ Եվ այսօր խաղաղությունն է քննարկման դրվում, կա խաղաղությունը, թե չկա խաղաղությունը։ Ես խաղաղությունը համեմատում եմ նորացի երեխայի հետ, մեր խաղաղությունը 9 ամսեկան է, որտեղ 2025 թվականի օգոստոսի 8-ին այդ խաղաղությունը հաստատվել։ Հիմա 9 ամսեկան երեխան կա, թե չկա։ 9 ամսեկան երեխան կա, 9 ամսեկան երեխան անուն ազգանուն ունի, 9 ամսեկան երեխան ընտանիքի լիարժեք անդամ է եւ ընդհակառակը կարևորագույն անդամն է ընտանիքի եւ 9 ամսեկան խաղաղությունը
Դրա համար ամենակարևոր բանն է, ես հենց ասում եմ այն մյուս բաների մասին չեմ խոսում եմ խաղաղության մասին, բայց կա նաև մի առանձնահատկություն, եթե մենք 9 ամսական երեխայի նկատմամբ հոգ չտանենք, խնամք չտանենք երեխայի նկատմամբ, ինչ տեղի կունենա նրա հետ։ Նա ոտի չի կանգնի, նա չի կարող լինել առանց խնամքի, այ 9 տարեկան երեխան ծափերով 9 ամսական ասում եմ տարեկան։ Եվ ինչպես 9 ամսական երեխան մեզ ուրախություն է պատճառում, ես զգում եմ, որ խաղաղությունը Հայաստանի ժողովրդին ուրախություն է պատճառում, ինչպես մեր տներում 9 ամսական երեխաներն են մեզ ուրախություն պատճառում, եւ ինչպես 9 ամսական երեխան մեզ ուրախություն է պատճառում, 9 ամսական խաղաղությունը մեզ ուրախություն է պատճառում, եւ ինչպես 9 ամսական երեխան մեր խնամքի կարիքն ունի, 9 ամսական խաղաղությունը նույնպես մեր խնամքի կարիքն ունի, եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ հերթին հենց սրա մասին են, եւ մենք ակնկալում ենք, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանը, տեր կանգնեք ապագային։ Իսկ դրա համար անհրաժեշտ է անել կամ ընտրական տեղամաս գնալ հետեւյալ տրամաբանությամբ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում պետք է քվեաթերթիկ համար 16-ին, այ մեջ կիսելա, չէ գրած քվեաթերթիկ համար 16, սենց մեծ գրել են, որ ոչ մեկը հանկարծակի չմոռանանք, չնայած մեր նաև մեր սիրելի երգիչներից Թաթա, հələ դեռ երբ գիտեր, որ այդ 16-ը մենք ենք ըննելու ես, գլխից, եւ ուրեմն սիրելի ժողովուրդ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթ վարչական շրջանին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ։ Գնաց։ Եղբայր, հիմա տենց օրենսդրական սահմանափակում կա, բարև ձեզ, այդ կենսաթոշակայինները օրենքով նախատեսվում է, թե որ դեպքեր, մի հատ քարտես, շնորհակալ եմ եղբայր, բուկլետ, էսա քարտեզը կտամ, և քարտես, լավ է, քարտեզ նվիրեմ ձեզ եղբայր, հիմա չեմ կարող շատ մանրամասն խոսել, բայց այսօրվա օրենսդրությամբ, գիտեմ, ես հիշեցի, կարդացել եմ, ես տվել եմ իրավաբանները նայել են, այսօրվա կարգավորումներով դառնալ հաճույքով, բուկլետն էլ վերցրել, այո, շատ շնորհակալ եմ, ձեզ շատ եմ սիրում։ Մի հատ խնդրում եմ կնկարեք։ Մի հատ ով կա, ժողովուրդ ասցի մի հոգի թող ստեղ լինի, Սակո բարև, լավ դու ոնց ես, ուր ես, ինչ ես անում։ Դերետամ հոգով Նկարվում չէ։ Ուր ես, որտե ես, ինչով ես Մի զբաղվում։ խանգարեք։ Մի հատ ձերքս Նկարեք։ գալիս է մի ասամով կա, որ սեղմեմ ձեր ժանիկս։ Նկարել եք, պարոն Փաշինյան։ Շնորհակալ եմ։ Մենք ձեզ շատ ենք սիրում, պարոն Փաշինյան ջան։ Աստված ձեր Շատ լավ, մի հոգի թող հետներս ելնի, որ մենակ նկարելու հարցով, էլի։ Կարող ենք նկարվել։
Բուկլետել, բուկլետել։ Ես պարան Փաշյան, դա քարտեզ։ Հա, ում չտվեցի։ Երեխեք, նկարվել, եղբայր, իրատեսական չի ուղղակել։ Կարող ենք նկարվել։ Ես երևի կարդացել եմ, ինչ թեմա է։ Նիկոլ Փաշինյան կարող ենք։ Գիտեմ, տեղակ եմ, զբաղվում եմ։ Հա? Ես հիմա զբաղվում եմ։ Չեչենացարցում է, թոշակարու են թոշակը սկերս թղթերով տարել։ Ով։ Ով է տարել։ Բռնենք։ Բռնելով չէ, քննիչականը չանեմ, հատու քննիչականը չի անեմ։ Գագիկը ուր այս Ախանյան մի հատ օգնական հանգիստ օգնականը սեսակը մոտենա եղբայր չի Գործ եք հաստող է։ Աշխատանք եք։ չեմ մեկնաբանում երեք ես բրիֆինգ եմ արել հարցերի պատասխանել իմ հաջորդ բրիֆինգին երեխեք ջան նկարվելը շատ երկար ժամանակ է տանում հատ մոտենանք մարդկանց բարևեն երեխեք նկարվելը հա կարելի է ձեր մոտ նստել 2 րոպե բարև ձեզ կարելի է ձեր մոտ 2 րոպե նստել բարև եղբայր ոնց եք ինչ կա ինչ քեֆ եք ինչ հալի եք ինչ տրամադրություն եք ձեզ նվիրեմ մեր քարտեզները ձեր թոշակները ավելացել է թե չէ ինչքան 10-ը, բայց անկանխիկ առևտուր չեք անում, ինչի, բարև ձեզ, ձեզ հետ ամբիոնից խոսացի մի քիչ, դուք է հաստատեցիք, բարև եղբայր, 2 հատ, ձեզ էլ նվիրեմ, ես բուկլետներն են նվիրեմ, շատ լավ, ես բուկլետներն են նվիրեմ, ոնց եք, ինչ տրամադրության, ինչ քեֆ, ինչ հալ, ինչ հարցեր ունեք, ինչ դժգոհություններ ունեք, ինչ բողոքներ ունեք, ինչ դիտողություններ ունեք, ինչ նկատող Նարդու համար են կռիվան, թե քաղաքական թեմաներով քաղաքական թեմաներով կռիվ չկա, բա հələ որ չէ, բա իմ ամենաճիշտ վախն է քաղաքական թեմաներով, վիճաբանությունների բարև եղբայր, ոնց եք, ուրախ եմ շատ առողջության ապահովագրությունից օգտվում եք առողջության ապահովագրությունից դեղեր ստանում եք հիմա ինչքան է ձեր եկամուտը ավելացել գոնե մի 20,000-30,000 չի ավելացել 20,000 բա նախկինում դեղեր չէիք առնում որ հիմա ստանում եք բա ինչքան եք ծախսում նախկինում դեղերի վրա դե նշանակում մի 45,000 ավելացել է ոնց 20,000 երկրպագուներից հա ուրախ եմ հա բայց դե ձեր անձնական տվյալն է չեմ ուզում շատ ձեզ չեմ նվիրել չեք հարկը տվել են շատ դե լավ եք ժողովուրդ ջան լավ Avetsam գնաց վիզա ունես հա ուզում ստարոն ոնց ենք շարժում սեն չենք գնում սեն եղբայր ժամանակի խնդիր ունենք կներեք Երեխեք ժողովուրդ նկարվելը շատ բարդ է, շատ ժամանակ է տանում, ուշանում ենք անընդհատ։ Բուկլետ էլ վերցրեք։ Մի քիչ նկարվելու վետո փորձենք հայտարարել, որովհետև շատ է ժամանակ տանում, հետ ենք մնում։ Մի հատ մեգաֆոն տուրել։ Ողջունում ենք բոլորիդ սիրելի շենգավիցիներ, լավ եք, ոնց է ձեր տրամադրությունը, լավ եք երեխեք,
Հա։ Քարտես։ Ուրա պեչենին, ուրա։ Պեչենին։ Նկարվել երեխեք նկարվելը շատ է ժամանակ տանում, չեմ հասցնում։ Երեխեք լավ եք, երեխեք։ Նկարվելը, չէ, բարև ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Ինչ։ Հիմա քանիսին անչի։ Կարանք 8-ին սարքենք, համաձայն եք։ 8-ին։ Ստեղը։ Նիկոլ ջան, ցավը տանեմ, եկավ Սամվել Կարապետյանի բուկլեն տվիս են վեկալի ճխի շպրտի իրատեն։ Են վերևից ձերոցից տեսել էին, այկավ ասեց բրավո ապրես, ես վերևից նկատում եմ, ցավը տանեմ։ Միշտ քո համար ես պայքարել եմ, կռվել եմ, բոլորի Շնորհակալ եմ շատ, ապրես, ցավը տուք։ Շնորհակալ եմ, ձեզ է նեզ։ Ձեզ հաջողություն եք։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Բարև։ Ինչ եք ուզում։ խնդրեմ էլի թողնեմ 1 րոպե տրամադրեմ։ Ժամանակ չունեմ, եղբայր, գրաֆիկից ուշացել ենք։ Հունիսի 8-ին ծննդյանօրն է, հուստով եմ 88%-ով, հունիսի 8-ին կնշենք 78 շնորհակալություն ձեզ։ Բարև ձեզ, Ժողովուրդ ջան, բարև ձեզ, սիրելի շենգավիցիներ։ Ոնց եք, լավ ա տրամադրություններ։ Սիրելի շենգավիցիներ, մեր ուղերձը շատ կարճ է, որ գնանք եւ 2026 թվականի հունիսի 7-ին գնանք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնենք խաղաղությանը, տեր կանգնենք պետությանը, տեր կանգնենք ապագային եւ տեր կանգնենք անկախությանը։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Որովհետեւ պետությանը տերենք, անկախությանը տերենք, ապագային տերենք, խաղաղությանը տերենք, Շենգավիթ վարչական շրջանին տերենք, Երևան մայրաքաղաքին տերենք, Հայաստանի Հանրապետությանը տերենք, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Որի Նա շատ ուժեղ բոց է մարել բարև ձեզ։ Նկարվելը շատ է ժամանակ։ Այդ տեսակ հասցրիք։ Եղբայր ուշանում ենք, ժամանակ չկա։ Կմտածենք, բոլոր փողոցների մասին են կմտածենք։ Քայլելով, մենակ, հա, մռդ։ Հա, իհարկե, վերցրու։ Թխվածք էլ վերցրու։ Բարև ձեզ։ Լավ, է ձեր տունն է։ Այո։ Լավ եք, ձեզ։ Հաջող։ Մերսի շատ։ Ժողովուրդ, ուրեմն նկարվելու պրոցեսը առժամանակ սառեցնում են, որովհետև ահա որ շատ ժամանակ է տանում, միտեղ մնում ենք ու երկար ժամանակ է տևում, չենք կարողանում շարժվել։ Բարև եղբայր։ Բարև եղբայր ջան։ Մերսի։ Ունիր բուկլետ ունես տվել։
Շատ գոհ ենք, որ դու մեր երկիրը լավ պահեցիր, շատ ապրես։ Շատ գոհ ենք։ Չէ։ Ոչ չէ։ Բայց իմնա։ Ես քեզ եմ ուզում։ Հա, կենթանի։ Կարը չեմ։ Հետաքրքիր է։ Ամեն ինչ տեսել ենք, այդ մի բան չենք հանդիպել։ Բախտը որ մեր Հայաստանը կարճի եկավ։ Բա մեր բուկլետը ինչի՞ չես վերցնում մայր ջան, վերցրեք։ Տենց լսեք։ Ես սենց բան Հա ջան։ Քարտես։ Կլինի բոլոր բակերում են կլինի խաղա բոլոր տեղեր ինչ ես ահա իհարկե բայց խվածք էլ ախպոր վայ սենց բան չէի տեսել կինը եկել է փաթաթվել է գրկում է ասում է ես քեզ եմ ընտրելու քարտեզը վերցնում է բան շնորհակալություն բուկլետը տվի շպրտեց ասում է ինձ դա այդ նկարը պետք չի ասում եմ ինչի ասում է ինձ դու ես պետք Արի եղբայր, արի։ Ես Հրաչ Հովհաննիսյանն եմ, սկսենք նորից նախաձեռնության հեղինակ։ Արդեն 4 տարի է ուղղային հարթակների քննելով զբաղվում ենք, բարձրաձայնում ենք։ Այս պահին Հայկ Սարգսյանի նախաձեռնությունն է, որ վերին սահմանվի 10%։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, լավ եք։ Այս քարտեզ ձեզ եւ բուկլետն են։ Գերատեսչություններին բազում նամակներ եմ ուղարկել, բայց Եղբայր ասացի այդ հարցը իմ սեղանին է զբաղվում եմ ես էլի։ Ասեցի, կարդացել եմ, գրել եք, կարդացել եմ, էնել եմ կարդացել, հանրական եմ տվել։ Ես պետքա տեղեկատվությանը ծանոթանամ եւ որոշում կայացնեմ։ Գիտեմ ես։ մի հատ բան ասեմ ու գնամ։ Եղբայր գրել ես նամակը Քանի անգամ գրես կարդացել եմ, հասկանում ես ժամանակս տրամադրել եմ կարդացել եմ։ Մի հատ էլ կանգնեմ, օքեյ, նույնը նորից ասա, բայց հասկացա։ Բարև եղբայր։ Լավ եք։ Լավ եք։ Քարտեզ։ Հայրիկ ջան, բարև։ Բարև ձեզ, լավ եք։ Ուրախ եմ շատ։ Մի րոպե քարտեզ։ Ձեզ էլ քարտեզ նվիրեմ։ Հայրիկ ջան, ձեզ էլ նվիրեմ, թե չէ։ Շնորհակալ եմ։ Պարոն Փաշինյան, Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միատ քարտեզ եմ ուզում վերցնեմ, խես ինձ բրտում։ Շնորհակալ եմ։ Նախագահ եմ հավերի վարչապետը։ Կեպկա չունենք, այս ուղակի Շնորհակալություն, ձեզ հաջողություն։ լավ եղեք, շնորհակալ եմ շատ։ Շատ Հաջան, նկարվելը բան ենք անում, չեղարկում ենք, այսօր միջև օրվա ավեզ նկարվելը չեղարկում ենք։ Նկարվելը, որովհետև շատ ժամանակ է տանում, իռացիոնալ շատ ժամանակ է տանում։ Եվ մի տեղում մնում ենք մի քանի ժամ։ Բարև եղբայր, լավ եք, լավ է ձեր տրամադրություն, քարտեզ եւ բուկլետ, լավ եղեք։ Բարև ձեզ քարտեզ տվեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ ենք, պարոն Լավ է ձեր Փաշինյան, դուք ո՞նց եք։ տրամադրություն։ Լավ, շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Էլի քարտեզ տվեք։ Տավետ կանգնե հեռախոսը համարતું էլ։ Չէ, գրած եմ հեռախոսի համար Facebook-ի էջումս դրած է։ Երեխեք նկարվելը շատ ժամանակ է տանում, շատ։ Հաջա։ Հանդիպեցինք։ Նիկոլ ջան։ Ինչ առիթով եք շնորհավորում։ Ոչ, ուզում եք քեզ հանդիպեի դենա է։ Դրամատիկան։ Ահա, հանդիպեցիք տեսակ։
Նկարվելը չէ, էլի խնդրում եմ։ Մեգաֆոն տվեք, մեգաֆոն տվեք։ Երեխու համար կտակնի կոլտում է։ Հա, մի հատ էլ երեխան։ Մի հատ էլ ձեզ բուկլետ։ Բուկլետ։ Մեգաֆոնը, մեգաֆոն։ Մայիսինի փողոցի սիրելի բնակիչներ, ողջունում ենք բոլորիդ, ողջունում ենք բոլորիդ։ Ծափերով մի հատ ողջունեք այդ սիրուն փողոցի բնակիչներին։ Ողջունում ենք բոլորիդ։ Ողջունում ենք բոլորիդ, ողջունում ենք այ բարձրակ շենքի բնակիչներ, ողջունում ենք բոլորիդ։ Սիրում ենք բոլորիդ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Չի լսվում։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթ վարչական շրջանին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ Կեցի Հայաստանի Հանրապետություն։ Մայրիկ ջան, լավ եք։ Ուրախ ենք, որ ձեզ ուրախ ենք տեսնում եւ շատ շնորհակալ ենք ձեր աջակցության եւ վերաբերմունքի համար։ Իսկ ընտրությունների գնալու եք, հաստատ շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք։ Բարև եղբայր։ Բարի ծառայություն։ Լավ եք։ Հա, այստեղ այնքան են բերել ավտոբուս։ Երեխեք նկարվել այնքան շատ, որ մի հատ կանգնում եմ նկարվելու, էլ 40 րոպե չեմ կարող տեղից շարժեմ։ Երեխեք ջան, ես ուզում եմ ձեզ բացատրեմ իմ իրավիճակը, որ մի հատ նկարում եմ կանգնելու, 40 րոպե չեմ կարող տեղից շարժեմ, որովհետև երկրորդ նկարողը 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, ու տենց եթե մեկին հետ նկարվում եմ, մյուսներին չեմ կարող արդեն մերժեմ, ճիշտ չի պարոն Ավինը։ Ոնց ինչ սկզբունքով մերժեմ։ Ոչ, լիցքով չենք կարող մերժել։ Դրա համար նկարվելը դրա Բարև եղբայր։ Լավ եք։ Լավ։ Մերսի։ Բուկլետ էլ։ Բարև եղբայր։ Ձեզ չենք տեսել ձեզ։ Բանցած ցույց։ Ահա։ Հələ դու կեպկեն ցույց տուր։ Դուք իս շեքների։ Կարագ այդ քարտեզի ստոք մեկը։ Բայց չեմ տվել ձեզ։ Քարտեզի գործ եք անում, չեմ հասկանում։ Գլխարկ չունենք։ Մենք աղքատ կուսակցություն ենք, գլխարկ չունենք։ Սրա վրա չկա դրանցից Այս հատվածում էլ շատ բակեր ենք սարքել, այստեղ մանկապարտեզն ենք հիմնել։ Բարև ձեզ եղբայր, քարտեզ նվիրեմ ձեզ։ որ կոլեկցիան ենք։ Ոնց եք տղեկ։ Բարև ձեզ։ Ձեզ քարտեզ տվել եմ։ Լայվ եք անում։ Ես եմ շնորհակալ։ Վացքել։ Բացեք երեխեք, եկեք այս կողմով։ Դու շնգնեք քարտեզ։ Ինձ է տվել էլի։ Քարտեզում չեմ տվել, հաջան։ Խնդրեմ։ Երեխեք։ Ես էլ ձեզ այնց եմ շատ գոհ, եղբայր, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, երեխեք ջան, քարտեզ վերցրել։ Մի հատ էլ քարտեզ, էլի քարտեզ։ Կամ տենց։ Խաղաղության համար։ Շնորհակալ եմ, չտվեցի։ Հազարամյակներով չենք ունեցել։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ շատ։
Սենց չգնանք մի հատ մեծ բակում էլի մի քիչ մնանք, մարդիկ հավաքվեն, խոսանք։ Մի հատ որտե մեծ բակ կա, գնանք այդ մեծ բակը։ Այստեղ այդքան շատ մեծ չէ, բակերը կոմպակտ են։ Կարակ մի հատ բան սուրճ կազմակերպեք բաժակով։ Բայց ուշադիր եղեք քաղցր չլինի։ Դա կարանք պատահականության սկզբունքով գնանք։ Ասենք կարանք գնանք այս կողմը, այնտեղ մեծ բարձրակ շերքեր կան։ Բարձրակ շենքերի բակերի մտնենք։ Ես առաջարկում եմ այն բարձրակ շենքերի հայաթը գնանք։ Դիմացի հատվածը նախորդ անգամ եղել։ Ահա։ Ու այնտեղ էլ բակերի հատվածներում արդյունավետ է։ Այստեղ էլ է բակ, իմիջայլոց ստեղ էլ մի քանի շենքի բակ է, կարանք մտնենք մի հատ կանգ առնենք, նոր գնանք։ Ինչ կարծիքի եք։ Հա, այսինքն ոչ թե փողոցներով քայլենք, այլ շենքերի արանքներով։ Բարև ձեզ, լավ, դուք լավ եք։ Մեր բակ չգնացինք։ Էսա գնում ենք։ Պարոն Փաշինյան, կարելի է ձեր հետ նկարվել։ Նկարվելը բան են կարել, դադարեցրել են։ Բայց դու հասցրիր նկարվես։ Ահա, ստեղ էլ բարև ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Ոչինչ, շնորհակալություն, արդեն տվել եք լավ։ Որ բակ մտնենք սարքածը։ Հələ տեսեք, որ բակ էսա, որ ասում եմ ապագան է, ապագան էսա։ Այսա է ապագան, որտեղ պատահական չպլանավորած էր։ Ստեղ ինչ ենք անում, բան պիկապ թե մեգաֆոն, մեգաֆոն երևի, հա? Ռուպերը ժողովուրդ են։ Ռուպրը, լավ եք։ Շենգավիթի սիրելի բնակիչներ, հերթական բակն է, որ մենք պատահականության սկզբունքով մտնում ենք և տեսնում ենք, որ այսպիսի հիանալի և գեղատեսիլ խաղահրապարակ է կառուցված և մենք մեր ասելիքը իրականում շատ ուղիղ կապ ունի խաղահրապարակի հետ։ Մենք 2026 թվականի ընտրություններին եկել ենք մի հետևյալ ուղերձով։ 2021 թվականին մենք եկանք և ձեզ ասեցինք ապագա կա, դուք մեզ հավատացիք, այսօր մենք եկել ենք ձեզ ասելու, որ ապագան եկել է, ապագան այսօր է, այ ապագան էսա։ Ապագան էսա, երբ որ կար ժամանակ, երբ որ խաղահրապարակները համարվում էին անհասանելի և մարդիկ պետք է մտածեին այդ ապագայի և իրականության միջև կար շատ մի ճեղք, որովհետև տասնյակ տարիներով այս խաղահրապարակները մեր բանկերում եղել են անհասանելի։ Ապագան էսա, որ երբ որ անցյալի մեջ մենք մտածում ենք, ասում ենք, վայ, տեսնես կլինի ժամանակ, որ մենք ունենանք խաղահրապարակ։ Եվ ապագան էսա, որ մենք ունենք խաղահրապարակ։ Եվ ապագան հենց դրա մասին է, որ խաղահրապարակը այսօր մենք Շենգավի գործնականում ուր մտել ենք, ես չեմ ասում, ուշադիր եղեք, չեմ ասում, որ տենց անկյուն չկա, որտեղ խաղահրապարակ չկա, բայց մենք կա, այդպիսիներ կա, բայց ես ասում եմ, որ այսօր բազմաթիվ տեղեր երեխեք, մենք մտել ենք պատահականության սկզբունքով և կառուցվել է, այդ նշանակում է, որ ևս 1-2 տարի, պարոն Ալինյան, ևս 1-2 տարի, թե մի քիչ ավելի երկար կտե, 3-4 տարի և բոլոր բակերում կլինեն խաղահրապարակ, և երբ որ ասել ենք ապագա կա, էս ենք նկատի ունեցել, երբ որ ասել ենք ապագա կա, նկատի ենք ունեցել, որ կենսաթոշակառուները այնքան թոշակ կստանան, որ ծայրը ծայրին կկարողանան հասնել, սա մեծ նվաճում է, ոչ սա գուցե ինչ-որ առումով մեծ նվաճում չի, բայց ինչ-որ առումով շատ մեծ նվաճում է, որովհետև 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսինքն այնքան է եղել, որ թոշակառուն մի ամսվա ընթացքում այդ թոշակով
չէր կարող նույնիսկ հացուպանիր գնելով իր օրգանիզմի կենսագործունեությունը ապահովել։ Մենք նախ 2023 թվական, 22 թվականին նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք պարենային զամբյուղին, այսինքն որ թոշակառուն կարող է գոնե հացուպանիր առնելով ծայրը ծայրին հասցնի։ Այսօր մենք միջին կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն սպառողական զամբյուղին, ինչը նշանակում է, որ թոշակառուն կարող է եւ սնունդ ձեռք բերել, կարող է մի հատ էլ բաժակ հետը կարողանա առնի, կարող է մի հատ էլ հետը չգիտեմ ինչ առնի, ինչ սպասք առնի, մի հատ կոշիկ առնի եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես շատ բաների մասին կարող եմ խոսել դպրոցների մասին, կարող եմ խոսել մանկապարտեզների մասին, կարող եմ խոսել աշխատավարձերի մասին, բայց այս ընտրություններում մեր ամենակարևոր ուղերձը հետևյալն է եւ մենք եկել ենք ձեզ ասելու հետևյալը, որ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ մենք եկել ենք ձեզ շնորհավորելու այդ խաղաղության առիթով, բայց նաեւ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ խաղաղությունը, 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի նման խնամքի կարիք ունի։ Եվ եթե մենք ինչպես 9 ամսական երեխայի նկատմամբ խնամք չտանենք, նա ոտի չի կանգնի, այնպես էլ խաղաղության նկատմամբ խնամք չտանենք, նա արագ կարող է ուղղակի չքանալ։ Եվ հետևաբար 2026 թվականի ընտրություններում մեր թիվ մեկ խնդիրը հետևյալն է, գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը։ Դրա համար անհրաժեշտ է ընտրություններին մասնակցել հետևյալ սկզբունքով։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Որովհետև, բայց շատ կարևոր է, ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթ վարչական շրջանին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Կոկնցրեմ քարտեզ Մի հատ ես վերցրեք, քարտեզ տվեք։ քարտեզ Համռուտ ջան, ինչ անունդ։ Կատալի Ինձ բուկլետի մեկը տանեմ խորոչես Բարև եղբայր ջան։ Մի թաղիք եկել եմ հասեցել։ Լսի ծանոթ հատեմ կդվանի։ Հովանյաններիքն ենք։ Կարիք Փոխաշինը մի հատ քարտեզ կտակ որ Շատ ծանոթ հատեմ կդվանի։ Հա, գիտեմ, բայց չեմ կարող։ Պարոն Փաշինյան, մի հատ հարց էլի ցավը տանեմ։ Համալերում արեք էլի։ Ինչի համալը։ Համաներում։ Այո։ Պայմանական վաղաժամկետով, պայմանական վաղաժամկետով։ Բարեկին որ խնդրեմ մի հատ քարտեզ կտակ Մերսի շատ նկարվենք էլի մի հատ Երեխեք նկարվելը շատ ժամանակ է տանում, չեմ ասում։ Տենց դուրս գալու տեղ կա։ Լավ ես։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Հա? Բար եղբայր շատ ուշանում ենք, էլ։ Շատ երկար չէ։ Եկեք քայլելով, էլի։ Այլելով արեք։ Շատ կարճ ասեմ, էլի 2018-ին երբ ձեր ձերբակալում էին։ Հա։ Ինձ էլ շատ մոտ էի, կանգնած ձեռքը ջարդել էին։ Լուրջ։ Այո։ Ես ձեռքը ջարդացել ձեր գալսի ձեր ցուցերին։ Սա ասում նրա համար, որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այնտեղ զգում եի, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ Սա ուզում հասկանա, որ սրտանց եմ ասում, որտեղ Հայաստանի համար եմ անհանգստանում։ Տեսեք։ Ձեր օրվա ես այդ վերջացնեմ, գիտեմ ձեր սավտետի քոշումները։ Դուք հանձնել եք Արցախը։ Ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը։ Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք։ 5000 թիվը որտեղից։ Թեկուս որտեղից 5000 թիվը։ Միգուցե թիվն է։ 5000 թիվը որտեղից։
Որ դե 5000 թիվ։ Հրապարակած թվերն են։ Մենք թիվ չեք, ես ասում եմ, նրանք ովքեր դուք այդ ստահակների բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ հա զոհերի թիվը մի հատ է 5000 թիվը։ Երբ ձեզ այդ խոսա, դուք իրավունք չունեք, ուրեմն դուք իրավունք չունեք։ Չէ, քիչ չի։ Այդ զոհությունների արդյունքում մենք պետություն ու անկախություն ենք ստացել։ Այո, ունենք։ Այո ունենք եւ դուք գիտեք մի րոպե եւ այն որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք այդ ասում եք այդ նշանակում է որ մենք պետություն ունենք անկախություն ու ժողովրդավարություն որովհետեւ եթե 15 տարի առաջ ասեիք հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին այ հենց հիմա ես դες թեւս ջարդելու համար ասում եմ հա եւ իմիջալոց դուք իրավունք ունեք գնալ ընտրական տեղամաս եւ ձեր դիրքորոշումը արտահայտել գնա Հայաստանի բայց ես գիտեք ժողովրդի մի մեծ մասի կարծիքը նայ այդ մասը ես գիտեմ ես ինչի ագրեսիա չկա ներողություն ձեր ազգանուն ինչա Արա Գրիգորյան Պարոն Գրիգորյան ես ինչի վրդովեց այդ 5000 թիվը մի ասեք 5000 չլինի բայց ինչքան լինի չի հիմա ես ասում եմ մնացած հարցերի մասին մենք տասնյակ անգամ խոսել ենք եւ Հայաստանը գիտեք պետությունա նրանով որ դուք կարա գնաք ընտրական տեղամաս եւ քվեարկեք այնց ոնց ուզում եք կարակ եթե մեծամասնությունն է ձեր ասելիքը ասեք ներկայացրեք գնացեք իշխանություն ձևավորեք լսեք եթե ժողովուրդը որոշի որ ես պետքա գնամ ես հլու հնազանդ պետքա գնամ ամեն ասում ժողովրդի մի մասը ասի կարծիքը որը ձեզ շատ էլ ուրիշ բան են ասում ես ուզում նաեւ ես գիտեմ որ այդ կարծիքներ կա բայց 2000 մի րոպե կարծիքը նաեւ ձևավորվում է այդ սուտ թվերի հիման վրա թվի քանակը չի մարդկանց հիման վրա ովքեր որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ չեն եղել բայց իրենց պատմությունները ձեր եք ջարդեից պատերազմին ինչ է կարել ինձ այդպես է չկանչեցի ոչ մի բան իսկ կներեք իմ տղային էլ չեն կանչել ինքը գնացել է դուք որտեղ եք եղել ես եղել եմ ստեղ Բա գնայիք բա այդ ինչի մասին խոսում եթե խոսում եք դրա մասին եթե ձեր ժամանակը շատ չխլեմ էլ չէ խլեք բա իմ տղան գնացել է իմ տղային ծառայությունը ավարտած ա եղել ընդհանրապես իրան զորակոչ չէր հասնում բա գնայիք պետության ֆունկցիան այն չի եղել որ ինքը կազմակերպել ինքը կազմակերպել է ինքը ասել է կամավորագրվեք գնաք բոլոր զինկոմիսարիատները բաց են եղել կամավորության համար զեկուցել շատ վատ են աշխատել զինկոմիսարիատները զեկուցել են ասել թե ինչքան ուղղակի թիկունքում կանգնած սպասել է Դուք սպասել եք, դուք դիմել սպասել եք, ինչին եք սպասել, որտեղ եք դիմել, բայց գնացողները ո՞նց են գնացել։ Ով որ ուզեցել է գնա, գնացել է։ Ով որ ուզեցել է մնա, որ գասի 5000 ժողովրդի վրա եք դնում ձեր պետությունը, որը պիա պարտադիր։ Ես ժողովրդի վրա չեմ դնում։ Դրա համար չէ, սխալ չեք ասում, դրա համար հունիսի ներողություն, մայիսի 28-ին կգաք։ Ես երբ որ այդ վիճակում 20 թվին ես եղել եմ 2 տարի 2 ամիս վարչապետ կամ 3 ամիս վարչապետ ընդամենը հիմա կգաք մայիսի 28-ին կգաք կտեսնեք բանակը որն է բանակը ինչա բանակը ինչ սպառազինություն ունի եւ ինչ նշանակում բանը դրանով ժողովրդի բանի ցավը կոտրելու եք լսեք դուք ինչ եք առաջարկում ես ընդամենը ասում եմ ես ինչ եք առաջարկում միակ հույսս գիտեք որն է ձեզ միակ որ երբ որ դուք իշխանության չլինեք ձեր ու ձեր թիմը կարող է տղամարդու պես կանգնի ու պատասխանեն բոլոր հարցերին, որը հիմա իսկ որ հարցեր ունեմ ես չեմ պատասխանում այն ժողովրդի դատարանի բանի ինչ դատարան ձեզ հաստատ հարցերը չէ Արցախի կորստի համար Արցախի կորստի համար ինչ են հարցերը երեխաների կորստի ես ասում եմ Ղարաբաղի շարժումը թակարդ է եղել մեզ համար որի մեջ մենք մտել ենք որի մեջ դուք բայց ուրիշ բան եք ասում այո ես ուրիշ բան ասում եմ դա նշանակում է որ ես 2021-ին 2021-ին դուք ասում եք Արցախի դեօկուպացիա հադրութի դեօկուպացիա լսեք ինչ եղավ պարոն Փաշինյան հիմա ես գիտեք խնդիրը որն է որ ես ձեր ասած բոլոր հարցերին հատ ժամերով օրերով պատասխանել եմ ելույթներով հոդվածներով, հարցազրույցներով։ Հիմա ձեր բարձրացած մի հարց չկա, որին ես պատասխան չեմ տվել։ Դուք պատասխանը ես ոնց հասկացել եմ, իմ ընկերներն ոնց հասկացել եմ։ Դուք ձեր պատասխանը գիտեք որն է եղել։ Դուք ասում եք ազգասիրությունից դրդված եմ դա արել։ Արդյոք դա հարիր է եղել ազգասիրությունից։ Միգուցե մեր նախկին ղեկավարներն էլ կարային մի բան ասեն, չէ՞։ Ումով չէր ուզում պես բան ասել։ Միգուցե ղեկավար չեք։ Մի րոպե, սպասեք։ Նախկինում ղեկավար չեք որոշելով ավելին ձեր ղեկավարը։ Ես դա դեմ չեմ էլ վիճում։ Դե բա ինչ եք, ձեր ուզած ինչ է։ Բան չի դեմա ձեր վեճը։ Որ Ղարաբաղը կորցրել են։ Ղարաբաղը կորցրած են եղել սկզբանե։ Մենք Հայաստանն ենք կորցնելիս եղել եւ ես երբ որ հասկացել եմ որ Հայաստանը կորցնում ենք, իմ խնդիրն է եղել Հայաստանը պահել եւ կայացնել որպես պետություն։ Եվ մենք Հայաստանը կայացրել եւ պահել ենք որպես պետություն։ Ապացույց, այսօր Հայաստանը միջազգային այնպիսի հեղինակություն ունի, որ իր պատմության ընթացքում չի ունեցել։
մի ամիս առաջ, մի ամիս չկա, 10 քանի օր առաջ, տեսակ ինչ տեղի ունեցավ։ Լավ էր թե լավ չէր։ Շատ լավ էր։ Ձեզ աջակցություն չէր դա որպես։ Ես շատ լավ այդքան։ Ձեզ էր աջակցություն, ինչի էր ինձ աջակցություն։ Բայց դուք Հայաստանը չեք։ Բայց ձեզ ինչով աջակցություն չի։ Այդ սպառազինությունը, որ ձեռք ենք բերել, ինձ համար եմ ձեռք բերել։ Թոշակները, որ բարձրացրել եմ ինձ, ծնող ունեք դուք, քանի տարեկան է։ Մոտորես թոշակ եք ունալ, մոտ Ասենք առողջության ապահովագրության համակարգից, որ օգտվելու է վատ, որ թոշակը բարձրանալու է։ Բայց էտա Ղարաբաղի շարժումով մեզ դրել են թակարդի մեջ, որ թոշակը չբարձրանանք, ասենք Ղարաբաղի համար, աշխատավարձ չբարձրացնենք, ասենք Ղարաբաղի համար, զինվորներին տանենք բանակ թալանեն, ասենք Ղարաբաղի համար։ Եվ ոչ, մանիպուլյացիան Ղարաբաղի հարցն ա եղել եւ մենք տրված ենք եղել այդ մանիպուլյացիաները։ Եվ ես ուրախ եմ, մարդիկ ինձ ոնց են դիմավորում։ Շատերը կողմ են ձեզ, ոչ ման չի։ Շատերը կողմ են, գիտեք ինչի համար, որովհետեւ ես ի տարբերություն մյուսների դուխ եմ ունեցել այդ ճշմարտությանը նայել եւ այդ ճշմարտությանը բարձրաձայն եմ։ Ոչ թե հազար ներողություն էլի, ոչ վարչապետական բառապաշարի համար, չեմ ասի, չէ, ուրիշ ձեզ հետ կապված չէ, ոչ թե չքմեղացել եմ, այո, գիտեք ես ինչի եմ ասել Արցախ, Հայաստան եւ վերջ։ Ցավալ ինչի։ Բա որովհետեւ եթե Արցախը Հայաստան եւ վերջ չէր, այդ շարժումը ինչի համար էր եւ ինչի մասին էր։ Այդտեղում ապրող ժողովրդի լսի դուք Ղարաբաղում քանի անգամ եք եղել։ Ղարաբաղում ժողովուրդը չի ապրել, Ղարաբաղում ժողովուրդը եղել է քոչարյանասերժական կլանի պատանդը, որ իրանք Ղարաբաղ անունը ասելով իշխանությունը Հայաստանում պահել։ Ղարաբաղի ժողովուրդը հիմա է ապրելու եւ Հայաստանում ապրելու, որտեղ տուն է ունենալու, խաղաղություն է ունենալու, աշխատանք է ունենալու, սոցիալական երաշխիք է ունենալու։ Ես հուսամ, որ տենց էլ կլինի։ Դու համոզված եղեք, որ տենց էլ կլինի։ Եկեք մեզ հետ քայլեք, շփվեք, տեսեք, որ տենց էլ կլինի։ Ավել պակասի համար է կներեք ինձ։ Հայրիկը ձեզ արդեն ինչքան ժամանակ ուզում մոտնա։ Տները ոչինչ որ գրկեմ ձեզ։ Վայ, Ես քեզ շատ, այսինքն բոլորի պետները փոխել են, ես միշտ չեմ թողել, որ քեզ մի բան ասել։ Շնորհակալ եմ դրա։ Համար էլ եկել են, որ մի հատ։ Ես իմ ձեռքով սենց փակցնեմ։ Շնորհակալ կլինեմ շատ ապրես։ Լավ է, լավ է դրամատուրգիա։ Հիմա շատ։ Բայց առավոտ գնացին դեղ էի սպասում։ Որտեղ։ Դեհի հրապարակ։ Դե սենց մենք մի քիչ քաոտիկ ենք քայլում, կներեք, որ ձեզ սպասեց։ Ես այնքան գոհ եմ ձեզանից, չափ ու սահման չկա, չեմ կարող նկարագրել։ Ես եմ ձեզանից գոհ եւ պարտավորեցնող եմ, պարտավորեցնող։ Սա ունեմ ես, մեկ ուրիշին տվեք։ Շատ լավ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մեր ալիքը մեկ էլ ընտերեն եմ նայում ռուսական։ Այո, ճիշտ եք անում։ Երեխեք, նկարվել է շատ ժամանակական։ Քարտեզ, այո։ Ուռա ինձ կոֆե են բերել, այս կոֆե եմ խմել։ Ես կա։ Վախ մռուտ, ոնց դասից փախել ես։ Բա հիմա որ դասից փախել եմ 3 ժամը քոչարի 10։ Լսեք, բա հիմա ձեր տնօրենը որ ինձ գա ասի, դե պատասխանը տուր, ես ինչ եմ ասել։ Հա? Երեխեք նկարվելը չէ, նկարվելը շատ ժամանակական է, հա ջան։ Ես ում եմ Բելինսկու համար 30 շնորհակալ։ Մեր դպրոցի կողը փոքր գետար կա, բայց մարդիկ շատ աղբ են մեջ գցում։ Ես առաջարկում եմ այդ գետարը գնում է Հրազդանը, էլի քափ։ Առաջարկում եմ ցածրապատեն, որ Երեք բանում այդ վստրեչի շենքի մոտ այդ նույն հարցը բարձացել է եւ դիմացի կողքի ժողովուրդը ասում էին, որ այնտեղ է կոյուղու խնդիր կար, որ հոտ է գալի։ Քաղաքապետը ասեց, որ բոլոր կոյուղիները պետք է հանեն գետառից, ուրիշ բան անեն, իսկ ցանցը գիտեք չի օգնի, ավելի լավ է մենք մարդկանց հետ աշխատենք, որ մարդիկ հասկանան կուլտուրան փոխվի, որովհետև ցանցը կկտրեն, էլի կգցեն։ Հիմա օրինակ դուք չեք տեսել, որ շատ տեղեր կա, որ ցանցեր կան, որ անցումը չի կարելի, օրինակ Փարաքարում կտրած բաները, ցանկապատերը մարդիկ էլի այդտեղով անցնում են։ Իմ եզրակացությունը գիտեք ինչ է, որ սենց դեպքերում մենք պետքա խոսենք այդ թվում ուղիղ եթերում, հրապարակային 1, 2, 3, այն որ կաթիլը քարը ծակում է, տենց էլ նույն ձևի քարը պետքա ծակի։ Այսինքն դասարանով գնացեք, խոսեք մարդկանց հետ, ֆլեշ մոբ արեք, ակցիա արեք, ինչ են ան, տրենդ նկարեք, սոցիալական ցանցեր, չէ, իրոք եմ ասում։ Պետքա դա շատ մեծ ազդեցություն ունի։ Կարևոր է, որտեղ Ամեն դեպքում մենք է կմտածենք լուծումներ, եթե տեխնիկական։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Abone-ți,
Կնի մի հատ է ֆաշիկ նկարեմ խնդրում։ Լավ էլի, բա հիմա, լսի, որ քեզ թողեմ նկար, բա իրանք է որ ասեն նկարվեմ։ Հա, ուղիղ եթերում կար, որ ես իրան պաչեցի, սկրինշոտ կանես, սկրինշոտ։ Ու։ Արուն վարչապետ, կարիաձ ես, հա, չէ, կարիաձ ես, խնդրում եմ, տղայիս նկարում։ Չէ, խնդրում եմ էլի։ Լավ, մի վարկյա, մի վարկյա։ Ես է եղբայր։ Երեխեք, բացառությունը հաստատում օրինաչափ։ Բան չէ, բուկլետ չեք տալի։ Երեխեք լավ էլի, երեխեք, սպասեք, թողեք, վերցրեք քարտեզներ։ Դու էլ ես դասից փախել։ Չէ, կարանք նկարել։ Երեխեք ջան, նկարվել է շատ ժամանակ։ Բարև ձեզ։ Լավ։ Ուր ենք գնում։ Բայց մի րոպե, այն շենքերի հետևը պետքա չգնայինք։ Ժողովուրդ, բանենց հայք ենք Ծիրունյան, հայք ենք հայաց պետքա չգնայինք։ Անցեք։ Հա, այդտեղ կգնայինք։ Անցեք ժողովուրդ։ Եկեք սենց գնանք, գնացինք էսկոմ։ Սենց։ Ուղիղ ենք գնում։ Ուղիղ ենք գնում։ Ժողովուրդ եկեք ես սենց ենք գնում։ Պարոն վարչապետ, մի հատ նկարում, հա։ Եղբայր չէ։ Կների ժամանակ շատ չկա, էլի։ Բարև ձեզ։ Բա ինչ։ Երկիր ստանալուց, ոչ թե տալուց։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, դուք ոնց եք։ Մեր քարտեզից ձեզ նվիրեմ եւ բուկ լավ որ ձեզ։ Կարելի է ձեզ նկարվել։ Վայ լավ էլի երեխեք։ Մի հատ։ Մերսի շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Մեր քարտեզից նվիրեմ ձեզ։ Եվ բուկլետ։ Լավ որ ձեզ։ Մարիկ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել, բարև ձեզ։ Ում բարևել եմ էլի բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում չեմ բարևել, բարև ձեզ։ Ում բարևել եմ էլի բարև ձեզ։ Լավ է։ Հա, եղբայր։ Խնդրեմ։ Եղբայր նկարելը շատ ժամանակ է խլում, արագ։ Այնա դասպա գնանք Ծիրունյանից հայտ կեզենք ման։ Ռուբինյանից հայա։ Եվ Ռուբինյանից, եւ Ծիրունյանից, եւ Արությունյանից, Հակոբյանից, եւ Պապոյանից։ Ցուսակի առաջին 50-40 ստավի։ Բարև ձեզ։ Կարելի է ձեր բակում մի հատ երկու կում սուրճ խմել։ Բարև ձեզ։ Քարտեզ բուկլետ տվեք։ Հեսա վարչապետ։ Ջուր խմեք ժողովուրդ։ Հիմա ամբողջ օրը մինուս կատան։ Այսօր շատ են քայլել, թե չէ։ Երեկվա ամենան չէ։ Չէ։ Բայց նկարվել ենք արդեն։ Մի հատ եք ունեցած
Լավ էլի, խնդրում եմ երեխեք այսքան խնդրում են չեն թողում նկարվեն։ Այս մարդուն թողենք 2 վայրկյան շունչ խաշի։ Պարոն Ավինյան, կարանք դաշտում խոտ տնենք։ Լսի, Ծիրունյան, Հայկը ուրա, թող պիկապը գնա Հայաթում բանանի, նվագի, միջև մենք կգանք, էլի։ Ճիշտ չի։ Լավ եք երեխեք։ Չէ, մեծ հաշվով ուզում եմ սուրճ խմեմ, չի հովանում։ Բայց ինչքան ենք քայլում, չենք էլ միացնում է։ Ավտոմատ արթնանք, ոչ չեմ ասում։ Հա։ iPhone-ները մեկը հաշվում է։ Հիմա իմ iPhone-ը հաշվում, հա։ Մենք գիտենք դուք գալու եք Չեխովիտաս, ձեզի 3 ժամ ընդ սպասում էինք։ Որտեղ։ Չեխովիտաս։ Հիմա նոր ենք գնում։ Հա, մենք ձեզ ընդ 3 ժամ սպասում էինք, դասից փախել ենք։ Պարոն Փաշինյան, պարոն Վարշավետ, երևունիմ, ինչ ենք սպասեցինք, ինչև եկը դուք չեք ասում։ Բայց մենք շատ տեղեր ենք։ Գնացիք, բայց հետո դրացիք։ Դե կներեք չենք հասցնում բոլոր շենքեր։ Խնդրանք ունեմ, էլի ձեզ, կարելի է։ Մեն Արեքին ասել ես։ Ոսավիներ ասել է, բայց մեր ժողովրդը դուքան մահապերար չէ։ Մենք 4 սարվածատամ շկում այգս։ Երկար ձուկ եմ ծա, պարոն Փաշին։ Եղբայր դե խոսել ենք, ինչ անեմ ես։ Ինչ եմ խոսում, արդեն ձուկ չկա, 4 սարվածատամ որտից ես տամ, հետո կարգ աշպատ համ։ 4 սարվածատամը որտից տամ։ Բա խես ապորինի ձուկ վաճառում։ Ինչ ապուրն եմ տամ։ Բայ հիմա ասենք Քաղաքացիներ ձուկ են ծա։ դե սաղ տեղերն է տուգանում Չէ են։ տուգալած։ Հերթով տուգանում են։ Իհարկե տուգանում են։ Ձեխմա միտինգ եք կորել, ձեխմա ամեն ինչ օրեր եք, պարոն Փաշին։ Եղբայր ջան, միտինգ չէ կարևոր ապորինի ձուկ ծախեք։ Միտինգ արեք, որ ապորինի որ ապորինի ձուկ ծախեք, դրա համար եք միտինգ արեք։ Գնացինք։ Շնորհակալ ենք ձեզանից։ Ես եմ շնորհակալ։ Ատեստացիայի համար շատ շնորհակալ եմ։ Ափսոս Պապինյանը ստեջի որ շնորհակալություն հայտնեմ։ Իմ տղաները հարցերը զինվորներն ինչքան ավելացել աշխատավարձերը։ 100%-ով, այստեղ ստանում են 300, ստանում են 800,000։ Հա։ Քաղաքացի չեմ։ Եղբայր ջան, մի րոպե թող։ Քաղաքացի չեմ։ Ինչ ես։ Եվ վրտակի աշվատ հանեմ, ստեղ 4 սարվածատամ դու գանեք։ Եղբայր, ինչ ես ուզում որ անեմ։ Երևի քաղաքապետան մեղքի չեմ։ Ես էսի վերացրել եմ, սաղի դասերը։ Ես արսինություն չիտակ, պարոն Փաշին։ Եղբայր հասկացանք, բայց հետո էլի ապորինի վաճառես էլի դեն։ Էլի շեմ ամ, ես դի լուծում ամ։ Լավ, հեսա կհասկանա։ Թող քաղաքապետն Դու քաղաքապետ ես։ Նիկոլ Փաշինյան կարող եք Մերսի շատ։ Երեխեք, որ սկսեցինք նկարվել, էլ միտեղ մնալու եմ 2 ժամ։ Եկեք գնանք գոնե ենք բակ հասնենք։ Բարև ձեզ։ Հələ եկեք տենանք, հələ վերջում կկաց։ Երեխեք սպասեք, գնանք գոնե միտեղ կանգնենք մի բոլոր հայացքները մեկ սարքենք։ Արիա։ Քայլեք, Ֆրիկին ջան, քայլեք։ Շատ սիրում ենք ձեզ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Տեսա գալիս եք։
Գնանք բակ։ Լավ եղբայր ջան, դու լավն ես։ Բուկլետ էլ դու։ Բարև եղբայր, բարև։ Պիկապ ուրա թող գաստեղ պիկապ էլ։ Հա? Չես չէ խմնա։ Հաջ ասայ Էսի իմ խանութն է, բոլորից սուրճ եմ ուզում ասի։ Ես ունեմ սուրճ։ Որն է քո խանութը։ Այս։ Հա? Դու ստեղ էիր ախ։ Խանութն չէ, շնացին եմ անկում, խանութների ցանց ունեմ։ Որոցից մեկը էսի է։ Մեծ ամանով կասեմ դրնես, դու նստելու տեղ։ Չեն հասնի եղբայրը, չէ։ Ով ուզի կգա։ Լավ ես, լավ է գործել։ Էս է խանութը, առաջը տեղ խանութ, հա եղե։ Հա, մինչև 7 տարի է։ Լավ եք։ Բարև ձեզ երեխեք։ Այստեղ թող կանգնի պիկապը։ Լավ եք։ Չկա պիկապը։ Չէ դե լավ դե չկա, ես գիտեմ ես պիկապն է նվագում։ Մեգաֆոնը տվեք։ Արոն ջան թողես։ Ես մի հատ պահ էլի։ Ջորջան բարև ձեզ, պատոհաններից մեզ հետևող եւ Բաքվում մեզ հետևող սիրելի հայրենակիցներ, ուրախ ենք կրկին ձեզ տեսնելու եւ ողջունելու համար։ Մենք ինչպես հայտնի 2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավն է եւ ինչով ենք մենք եկել այսօր քարոզարշավի ձեր մոտ։ Մենք մի քանի կարևոր արձանագրումներով ենք եկել ձեր մոտ քարոզարշավի։ Այդ արձանագրումներից մեկը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ոլորտում շատ էական փոփոխություններ եւ այդ փոփոխություններից կարևորագույնը մասնավորապես այն է, որ այսօր մեր կենսաթոշակառուների կենսամակարդակը ավելին է, քան երբևէ եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ եմ ասում, հարգելի թոշակառուներ, թե ճիշտ չեմ ասում։ Եվ առողջության ապահովագրության համակարգ է ներդրվել։ Եվ երկու համակարգերի ներդրմամբ երբեմն նաև կան կենսաթոշակառուներ, ում ամսական եկամուտները 20, 30, 40 հազար դրամով ավելացել են։ Եվ դա մեզ համար կարևոր նորություն է, որովհետև մարդիկ նախկինում, որ քրոնիկ հիվանդություններ են ունեցել եւ դեղեր են ձեռք բերել, եւ այդ դեղերի մի մասը առնվազն ստանում են պետական բյուջեի վճարումներով եւ հետեւաբար դեղերի համար վճարվող գումարների մի մասը նույնպես մնում է մարդկանց գրպաններում, մարդկանց ընտանեկան բյուջեներում։ Ես կարող եմ խոսել շատ բաների մասին, դպրոցների, մանկապարտեզների, նոր մի քաղաքացի մոտեցավ, ասեց շնորհակալություն զինվորականների ատեստավորման համար, որովհետև եւ որդին եւ հարցը զինվորական են, երկուսն էլ ատեստավորել են, աշխատավարձերը կրկնապատկվել է եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց այս ընտրություններում ամենակարևոր բանը եւ ամենակարևոր ասելիքը, որով մենք եկել ենք ձեր մոտ, եկել ենք ձեր գբակ, հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների ամենակարևոր ասելիքը եւ անելիքը հետեւյալն է, իմիջիայլոց,
խաղաղության մասին այսօր շատ են ասում եւ նաեւ քննարկում են այդ խաղաղությունը կա, այդ խաղաղությունը չկա, այդ խաղաղությունը իսկական է, այդ խաղաղությունը վստահելի է։ Ես խաղաղությունը համատում եմ երեխայի հետ։ Մեր խաղաղությունը 9 ամսական է եւ խաղաղությունը մեր այսօրվա խաղաղությունը ես համատում եմ 9 ամսական երեխայի հետ։ 9 ամսական երեխան կա թե չկա։ 9 ամսական երեխան իհարկե կա, ունի անուն ազգանուն, 9 ամսական երեխան քաղաքացի է, մեր բոլորի ուրախությունն, այսինքն որտեղ 9 ամսական երեխա կա, այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Եվ նույնն էլ խաղաղությունը ես տեսնում եմ, որ զգում եմ, որ դարձել է մեր իրականության ամենակարևոր անդամը եւ ուրախացնում է մեզ բոլորիս խաղաղությունը։ Բայց նաեւ խաղաղությունը 9 ամսական երեխայի նման է մեկ այլ դիտանկյունից, որ եթե մենք խաղաղության մասին հոգ չտանենք, ինքը չի կարող ոտքի կանգնել։ Եվ հետևաբար, այ Միչայլոց, էտել են ասում են դե խաղաղություն ա եղել, նախկինում էլ ա խաղաղություն եղել։ Ես ուզում եմ ասել, որ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, երբ որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել, նախկինում անկախության առաջին օրերից ի վեր մենք չենք ունեցել այդպիսի գոնե 1 տարի օրացուցային, որ ոչ զոհ ունենանք, ոչ վիրավոր։ Եվ հետևաբար խաղաղությունը հաստատված է 9 ամսական երեխայի նման նա մեր ուրախությունն է, մեզ բոլորիս ոգևորում եւ ոգեշնչում է, բայց 9 ամսական երեխայի նման այն խնամքի կարիք ունի։ Ամենակարևոր ուղերձը նա է, որ դուք բոլորդ գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Իսկ խաղաղությանը տեր կանգնելու համար անհրաժեշտ է, որ ձեր քվեարկության արդյունքում կուսակցություն ընտրությունների արդյունքում ոչ միայն պարզապես հաղթի, հաստանա սահմանադրական մեծավաստ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է նաև արձանագրել, ինչու է քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի։ 16-ին քվեարկում ենք, որ ապագային, խաղաղությանը, Շենգավիթ վարչական շրջանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների Հայաստանի Հանրապետությունը։ Բարև Կարեն ջան, լավ ես։ Բարև ձեզ։ Ողջունում ենք ձեզ։ Ծափերով ողջունեք, ծափերով ողջունեք մեր ջերմեռանդ աջակիցներին, բոլորին։ Բարև ձեզ, ոնց եք, բուկլետ քարտես, քարտես և բուկլետ, բարև ձեզ, բարև եղբայր, ձեզ էլ, ես էլ կեզ, մի հատ էլ, ես էլ ձեզ, լավ է, եղբայր նկարվելը շատ է ժամանակ, եթե քայլելով ընթացքում կարաք նկարվեք, ողջ եղբայր ջան, երեխեք, ուր ենք գնում, մեկը գիտի որտեղ ենք, ուր ենք գնում, պիկապը հիմա որտեղ է, գիտենք որտեղ է, դե ասեք ոնց քայլն է, փողոցի արանքում պիկապը բան արածած մեքենա շարունակում, հա, այս Չեխովն է, եղբայրությունը ընդ է, բարև ձեզ, լավ, դուք ոնց եք,
Լավ։ Լավ եք, ձեր հետ ենք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Բարև եղբայր։ Արելի է։ Դժվար հարց թե հեշտ։ Հեշտ։ Ասա գույքը արի ինչ է 20000-ից դարը 200000։ 10 անգամ թանկացել։ Եղբայր, որտեվ տունն էլա թանկացել։ Իսկ տունը որ 5 տարի առաջ ծախեք, ինչքանով կծախեիք։ Էլի նույն գին։ Հա, չէ, լավ էլի տենց չի։ Հիմա անշարժ գույքի գները։ Աղատալեմ։ Կյանքիդ մերն է, երազել եմ որ։ Եղբայր, անշարժ, որովհետև հիմա տները Երևանում այնքան են թանկացել, տունը թանկացել է, բայց գույքարները պետք է թանկան, այդ է։ Հա? Անշարժ գույքը պետք է ճիշտ կառավարվի անշարժ գույքը։ Եվ նաև էս էլ կա, որ այդ գույքահարկը դառնում է ճանապարհ, լուսավորություն, խաղահրապարակ։ Բա ուրիշ էտա տունը ընտանիքա, պետք է դնենք, մեր տունը կառուցենք, սարքենք, ոնց ենք մայրիկ։ Տանգինը հա, դրա հետևանքով ավելի է թանկանում, որտեվ երբ որ ճանապարհը ասֆալտացա, ասֆալտ անենք տանդեմը, արդեն ինքը մենակ ոչ մի բան տանը չի փոխվում, 10%-ով գինը թանկանում է։ Եվ եթե հանկարծ մարդը ուզենա, ասենք տանի դրա դիմաց վարկ վերցնի, ասենք ուզենա վաճառի նորմալ բան է, մարդկա տները տունը վաճառում, վարձով տա, վարձակալությունը ինչքան է, եթե սեփական տունն չի, մի մասը վարձով տվեք։ Որովհետև սովետի ժամանակ այնքան մեծ ենք սարքել մենք մեր տները, հիմա ձեր տան քանի տոկոսն եք օգտագործում։ Եվ տեսեք, եղբայր, մենք ծրագիր ենք արել հատուկ արտոնյալ վարկեր ենք տվել մեծ տների համար, որ մի հատ էլ մուտք լրացուցիչ բացեն, իրանց ինչքան պետք է այդքան պահեն ու վարձով տան։ Այդ ծրագիրը ավարտվեց, հա կարող է այլի սկսենք։ Այսինքն ուզում ենք, որ տենց սկսենք մտածել, որովհետև մեր գյուղերի քաղաքներ են սեփական տները սովետի վատ ինչ չափ է ասես կառուցել ենք, հիմի գազի փողը պրոբլեմա, լույսի փողը տաքացնելը պրոբլեմա, հովացնելը պրոբլեմա։ Պետք է կիսել երկրորդ մուտք անել, տուրիստների թիվը 34%-ով է հունվար-ապրիլին աճել է, որ մի հատ հյուրատան նման բան լինի, հյուրանոցներում տեղ չկա։ Կարակ փող աշխատեք, թող գույքահարկներ հələ մի բաներ ձեր գործի, ձեր կյանքի համար։ Խնդրում ենք մտածեք այդ ուղղությամբ։ Վայ, կներեք մայրիկ ջան։ Նկարում ա տղեն, հա։ Քարտեզ տվեցի ձեզ մայրիկ ջան։ Հեսա քարտեզ եւ բուկլետ։ Ես եմ մեծ առողջություն։ Շնորհակալ եմ մայրիկ ջան։ 5 ժամանում գարի ցավը տարի մի հատ նկարվենք, ով կնկարի մի հատ նկարին զիք վարշապետից։ Իմ երեխեքը նեղանալու են ինձանից։ Ասել են մեզ չի թողում նկարվի։ Ուզում եմ ձեզ ողջունեմ, իմ շնորհակալությունը հայտնեմ, անչափ սիրում եմ ձեզ, ամեն ինչի համար, ինչ որ արել եք, Արբանյակ բաց թողելու ճանապարհների կրթության, որը ասեմ չգիտեմ, մի հատ կատակրել, մի հատ եմ բանից, էլի, քարտեզից է, քարտեզ, ահա։ Անչափ շնորհակալ եմ, լավ եղեք, հատված իմաստություն տակել։ Շնորհակալ եմ։ Բարև եղբայր ջան։ Եղբայր։ Քայլելիս։ Չեմ հավատում, որ Վարդենիսից հատուկ այսօր նկարել։ Չէ, բայց Վարդենիսից են։ Ուսանող ես։ Որտե՞ս սովորում։ Չէ, ուսանող չեմ, աշխատում եմ, մերսի։ Լավ։ Գնանք պիկապի մոտ։ Բարև ձեզ, ժողովուրդ, բարև ձեզ։ Լոմկա։ Բարև ձեզ, եղբայր։ Լավ եք, եղբայր։ Բայ։ Ես կներսում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ է ձեր տրամադրությունը, մի հատ քարտեզ նվիրենք ձեզ։ Երկու հատ բուկլետ, երկու հատ։
Եկեք 3 հոգի։ Հարցենք դուք։ Կարիք չկար։ Լավ եղեք, լավ օրվես։ Մարիկ ջան, լավ եք։ Լավ եղեք, լավ եղեք։ Բարև եղբայր, լավ ես։ Լավ։ Դատական համակարգի վերաբերյալ հարց ունեմ, պարոն։ Լավ էլի, աղբոր նման, գոնե դու հարց մի տուր ինձ։ Երկու բերան խոսում ենք, սկսած Բելարուսամետ օլիգարխով, վերջացած Կալուգացի օլիգարխով, Կտրիչ Ներսիսյանով, դատի են տալի։ Բայց դա մյուս կողմից է հանրային խոսքը լրացնելու միջոց է։ Չէ, բայց մյուս կողմից է լավ է, որ հիմա ասենք ենթադրենք խոսքի համար իրար չենք քաշքշում, էլի գնում ենք դատարան, բայց դասական համակարգը դե էտելա ճանապարհա, էտելա լրացնում է։ Ես շատ ուրախ եմ։ Ես էլ եմ դատի տալիս, ուրիշներն էլ են դատի տալիս, բայց մենք պետք է գնահատենք, որ այդ փուլը փակված է, երբ որ մարդը խոսքի համար հազար ու մի ուրիշ բաներ է տեղի ունենում, դա շատ համաձայն եմ ձեզ հետ։ Նկատի ունեմ, էտել է էլի զարգացման մի հատ փուլ է, հա պետք է դատի տանք իրար բան, դատարաններում բողոքենք, դատարանն էլ է տենց զարգանում, պետք է էտա ճանապարհ։ Հույս ունենանք սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում դատական համակարգում վիրահատական փոփոխություններ կլինեն։ Ես ասել եմ արդեն, որ նոր սահմանադրության մեջ բոլոր դատավորները պետք է ստանան դատավորի պարտականությունները կատարողի կարգավիճակ եւ միայն բոլորը պետք է վերանշանակվեն միայն բարեվարկության ստուգումը անցնելուց հետո։ Այսինքն սա մեզ հնարավորություն կտա երկրորդը առաջինը դատական համակարգի բանը Չէ, բանը գործունեությունը չդադարեցնել, որովհետև երկրներ են եղել, բռնել են տենց ընդհանուր կտրել են եւ մարդիկ ասենք օրինակ եղել է որ տարիներով դատական որոշումներ չեն կայացվել, էլի ասենք խնդրեմ առաջացել։ Քարտեզել։ Այսինքն մենք կասենք բոլորը պաշտոնակատար են, ով որ վեթինգը կանցնի կնշանակվի եւ շատ